պարոն Աբրահամյան վերջերս Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ զինվորների ինքնասպանության պատճառը 3 հիմնական պատճառ ունի, որ պարտքեր են կուտակում, քնելու համար ծեծում են ընկերները, այդպեսով են հասնում եւ ընտանեկան խնդիրներ։ Դուք համաձայն եք այս նշած կետերի հետ։ Գիտեք, մեծ թվով հարցեր կան, որոնք ազդում են ոչ միայն զինծառայողների բարեկեբանական վիճակի, այլ նաև հետագայում տարբեր ողբերգական միջադեպերի վրա։ Մեկ բան է, երբ որ սրա մասին խոսում են փորձագետները, երբ որ խոսում են հետաքննող լրագրողները, լրիվ մեկ այլ բան է, երբ որ դրա մասին խոսում է իշխանությունը։ Այստեղ թեման ոչ թե օբյեկտիվ պատկերի հարցն է, այլ այն, թե իշխանությունը, որը 8 տարի պետության ղեկին է, ինչ է արել իր տիրապետած ինֆորմացիայի հիման վրա, կանխելու զինված ուժերում արձանագրվող մահվան երգով միջադեպերը։ Ամենամեծ խնդիրը սկսում է այստեղից, որովհետև ըստ էության պետությունը որևէ լուրջ քայլ չի ձեռնարկում, քնելու հետ կապված։ Տեսեք, ասում են քնում են, որովհետև մարտական դիրքերում քնողների հետ կապված կա դրված հայոյանք, ստիպված եմ ուղիղ ասել, որովհետև մոտապես նույն իշխանությունն է ասում, եւ այն մարդիկ, ովքեր քնում են, հետագայում դա դառնում է կոնֆլիկտի առարկա, դրա հետևանքով կամ մարդիկ են սպանվում կամ ինքնասպանության են դիմում։ Հիմա այստեղ միանգամից մի քանի համակարգային խնդիր է առաջանում, այսինքն առաջին իշխանությունը ըստ էության խոստովանում է, որ զինված ուժերում ոչ թե ծառայություն է կազմակերպում կամ առօրյան կազմակերպում է ոչ թե կանադրության հիման վրա, այլ փողոցային բարքերի եւ փողոցային բարքերը ոչ միայն գերիշխող են, այլ իրենց հետ բերում են ողբերգական միջադեպեր։ Դրանցից մեկը ամսի 21-ին է գրանցվել հուլիսի ինքնասպանության նախնական գնահատականներով ինքնասպանության ձևով։ Սա մեկ։ Երկրորդը ինչը սա ցույց տալիս։ Սա ցույց է տալիս սպայական, հրամանատարական վերահսկողության կամ բացակայությունը կամ կարելի ասել այն մեծ բացթողումները, որոնք որպես հետևանք բերում են այսպիսի իրավիճակի։ Երկուս։ Երրորդը սա ցույց է տալիս, որ բոլոր այն մարմինները, որոնք պատասխանատու են զինված ուժերում կարգապահական խնդիրների կամ նմանատիպ իրավիճակների կանխման համար, այդ համակարգերը ոչ մի ձևով չեն աշխատում։ Այսինքն իշխանությունն լավ է, որ խոսում է դրա մասին այն ինչ-որ առկա է այդ պատկերը, բայց շատ վատ է, որ այս իշխանությունը 8 տարի է նույն բանը ասում է հասարակությանը, արդարանում է, պատասխանատվությունը գցում է ընտանիքների վրա, գցում է դպրոցների վրա, գցում է, չգիտեմ, նախորդ կառավարությունների վրա, այսինքն մեր հասարակությունը կամ մեր քաղաքացին, որը պահանջում է, որպեսզի մեր զինծառայողները ինչպես զորակոչվում են, այնպես էլ հետ վերադառնան իրենց օջախներ, նա ակնկալիք ունի, որ պետությունը կապահովի մեր զինծառայողների անվտանգությունը, այլ ոչ թե ցանկացած մահվան ելքով պատահարից հետո կլսի իշխանությունների տարբեր ճակերտավոր արդարացումները։ Այսինքն դուք կարծում եք, որ սա ավելի շատ արդարանալու նպատակով էր այս հայտարարությունը հնչել, թե ուրիշ այլ նպատակներ է հետապնդում։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին այստեղ կա իրենց մեղքը մեղմացնելու, որոշակի առումով արդարանալու, պատասխանատվությունը տարբեր ինստանցիաներում բաշխելու եւ ըստ այդմ գլխավոր մեղադրանքը, քննադատությունը կամ հարվածը իրենցից այս կամ այն կողմ անելու համար։ Ես այդտեղ ուրիշ բան չեմ տեսնում, որովհետեւ յուրաքանչյուր խնդրի մասով չասեմ, թե կա 100%-անոց լուծումներ, բայց կան քայլեր, որոնք կարող են որոշակիորեն մեղմացնել ստեղծված իրավիճակը, անգամներով նվազեցնել մահվան ելքով պատահարները։ Ես առիթ ունեցել եմ վերջերս մեկ առաջարկ հենց այս մասով անելու, քնելու հետ կապված։ Ինչի են մարդիկ մարտական դիրքերում քնում։ Կա երկու պատճառ։ Առաջինը դա ֆիզիկական վիճակն է, որը բերում է իրենց կամքից անկախ քնելուն դիտակետերում։ Եվ երկրորդ տարբերակը դա այն անվերահսկելի վիճակն է, որի պայմաններում որը զինծառայող որոշում է, որ ինքը պարզապես մարտական հերթապահություն չի կրելու կամ այդ ընթացքում քնելու է։ Հիմա երբ որ վերցնում ենք օբյեկտիվ մասը, հոգնածության պատճառով կամ ֆիզիկական վիճակով պայմանավորված քնելու դեպքերը, ապա սա առաջին հերթին պայմանավորված է անձնակազմի նվազ թվով։ Հիմա իշխանությունը կհակադարձի կասի դե բանակի թիվն է, այսքան են կարողանում մարտական դիրքերում ապահովել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ սրանից 5-6 ամիս առաջ, երբ որ իշխանությունը խոսում էր ժամկետային ծառայության կրճատման մասին, շատերը, այդ թվում ես, բարձրաձայնում ենք այս օրինակ խնդիրներ, որ պետք չի ժամանակից առաջ ընկնել, պետք է ռեսուրսը արդյունավետ
կիրառել, այդ դեպքում արտական դիրքերում մասնակազմի թիվը նվազագույնը 2-ով ավելացնելու պարագայում ես ձեզ հավատացնում եմ անգամներով կնվազի քնելու գործոնով պայմանավորված դեպքերը եւ կոնֆլիկտների եւ նաեւ մահվան պատահարների։ Յուրաքանչյուրի մասով կան որոշակի լուծումներ, բայց ըստ էության այս 8 տարիներ այս իշխանության գործունեության ցույց են տվել, որ դրանց համար առաջնահերթությունները ոչ թե լուծումներ գնալն է, այլ պարզ կոսմետիկ այդ պահի համար իրավիճակը լիցքաթափող որոշակի հայտարարություններն են կամ քայլերն են, որոնք միգուցե կարճաժամկետ կտրվածքով կարող են հասարակության մոտ ընկալում ստեղծել, թե իրավիճակը հանդարտվել է կամ լուծվել է, բայց միջնաժամկետ եւ երկարաժամկետ իրավիճակով դրանք ոչ միայն արտահայտում են իրավիճակի բարդությունը, այլ դրանք գնալով շատ ավելի խորը բնույթ են ստանում։ Ձեր կարծիքով ո՞րն է միջանձնային խնդիրների պատճառը բանակում։ Նաև դա կարող է գալ դպրոցից, դաստիարակությունից։ Դպրոցը եւ բանակը, գիտեք ինչով են առաջին հերթին տարբերվում։ Նրանով, որ դպրոցի դեպքում երեխան օրվա միայն մի մասն է անցկացնում դպրոցում։ Անցնում է նույն կրթական յուրաքանչյուր իր մասով process-ները եւ այլն։ Բանակը եւս իր հերթին դպրոց է, բայց տարբերությունը այն է, որ պարտադիր ժամկետային ծառայողները, որ գնում են բանակ, նրանք 24 ժամ գտնվում են զինված ուժերի վերահսկողության ներքո, գտնվում են այնտեղ գործող կանադրությունների շրջանակներում եւ բնականաբար այս տեսանկյունից պետություն ինքը ստանձնում է պատասխանատվություն ինչպես այդ մարդկանց կրթելու, դաստիարակելու, այնպես էլ նրանց անձնական անվտանգությունը ապահովելու համար։ Հիմա եթե այս տեսանկյունից պետությունը իր ֆունկցիան չի կարողանում կատարել, եթե իր ծառայության կազմակերպման պայմաններում օրվա կարգացակները չեն գործում, զինված ուժերի կանադրագրքերը չեն գործում, հրամանատարներից ոմանք իրենց տեղում չեն, վերահսկողությունը պատշաճ ձևով չի իրականանում, հասկանում եք, այստեղ ամեն ինչ բարդել միայն ընտանիքների կամ դպրոցի վրա այդպես չի լինում։ Իհարկե որևէ մեկը չի կարող հերքել, որ 18 տարին լրացած անձինք, ովքեր զորակոչվում են բանակ, ովքեր մինչև այդ անցել են փողոցով, բանակով, տարբեր հաստատություններով, բնական է, որ յուրաքանչյուրը իր հերթ իր ազդեցությունը թողել է եւ այդ մարդու որպես չափահասի նաեւ ձևավորման վրա, բայց ես միտում եմ տեսնում, որ ավելի շատ փորձ է արվում ցույց տալ, որ բանակը մեղավոր չէ, մեղավոր են մնացած բոլոր ինստանցիաները եւ սա իրավիճակի ամենածանր, այսպես ասած, դրսևորումն է։ Կառավարության ծրագրի իրացման պատասխանատուն ինքնին կառավարությունն է եւ նրա գլխին կանգնած անձը եւ յուրաքանչյուրը իր մասով այստեղ պատասխանատվություն է կրում ինչպես զինված ուժերի, այնպես էլ մնացած ոլորտներում ստեղծված իրավիճակի համար։ Հիմա գիտեք, եթե մենք առնչվենք մի իշխանության հետ, որը 1 տարի, 2 տարի է իշխանության, միգուցե իրավիճակի մի փոքր այլ հայացքով կնայենք, կփորձենք ներկայացնել դիտարկումներ, որոնք նաև ինչ-որ փուլում կօգնեն այս կամ այն կառավարությանը իրավիճակին լուծումներ տալու համար, բայց մի իշխանություն, որը 8 տարի պետության ղեկին է եւ ամեն միջադեպից հետո ամեն տարի գալիս է եւ նույն միջադեպի մասին խոսում է միևնույն բառապաշարով, հասկանում եք, սա չի կարող որևէ մեկի համար ընդունել լինել։ Կան խնդիրներ, որոնք իշխանությունն է նաեւ խոսում, բայց դրանց լուծումների մասին որևէ ձևով, որևէ հիմնավոր, որևէ բովանդակային բան պարզապես գոյություն չունի։ Ինչ էլ կա կամ կիսատ պրատ է կամ մեկ քայլ իրականացում է, հետագայում հաջորդիվ քայլերը չեն իրացվում։